Ծննդոց 12-13 գլուխներում խոսում է Աստված Աբրահամի հետ, որ խոստացել էր օրհնել իրեն և նրա սերունդը օրհնել, և Աբրահամի սերնդից պետք է ծնվեր Քրիստոսը, հայտնեց Աստված Աբրահամին, համառոտ եմ ասում այս ամենը, և ասեց վեր կաց քո հորտանից, քո հարազատների այդ շրջակայքից դուրս եկ, գնա այնտեղ, որ ետեղ ես քեզ կասեմ, և Աբրահամը լսելով Աստծո ծրագիրը, խոստումը իր հանդեպ հնազանդվեց, արեց այնպես, որ Աստծո խոստումը հաստատ մնա իր վրա, հավատալով խոստմանը, լսում էր Աստծուն և մինչև անգամ իր ընտանիք կազմելու հարցը այնպես արեց, որ չլինի թե այնպիսի կյանքի ընթացք ընտրի, այնպիսի կյանքի ընկեր, որ չկարողանա պահել Աստծո խոստումը, զրկվի այդ մեծ ծրագրից, նա զգուշությամբ հետևում էր Աստծուն։ Եվ հետագայում տարբեր դեպքեր, ես այդ դեպքերի հետ կապված չեմ ուզում խոսել, մի կարևոր դեպք հանդիպեց Աբրահամին, որի հետ կապված Աստված նրան հանդիպեց և խոսեց, սակայն ուշադրություն դարձրեք այդ դեպքին չեմ անդրադառնում, այլ Աստծո խոսքերին Աբրահամի հետ կապված, որ խոսում էր, ինչ էր վկայում Աստված Աբրահամի մասին։ Աբրահամը դեռ զավակ չուներ, զավակը դեռ չէր ծնվել, բայց տեսեք, ինչ է ասում Աբրահամի մասին Ծննդոց գրքում 18-րդ գլխի 17 համարից կկարդամ մինչև 19 համարը։ Տեր Աստված ասեց. «Միթե ես Աբրահամից ծածկող եմ, ինչ որ անելու եմ, ըստ որում Աբրահամը մի մեծ և զորավոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են, որովհետև ես ճանաչեցի նրան, որ իր որդկանցը և իրենից հետո իր տանը կպատվիրե, և նրանք Աստծո ճանապարհը կպահեն արդարությամբ և իրավունք անելու համար, որպեսզի Աստված Աբրահամի վրա բերե, ինչ որ ասել է նրան», ինչ որ խոստացել է։ Աստված տեսնում էր արդեն Աբրահամին որոշակի վերաբերմունքը, հնազանդությունը, որ իրեն հնազանդվելով դուրս եկավ հորտանից, հավատարիմ ապրում էր, նաև ինչ որոշում ունի սրտում Աբրահամը, որ դեռ զավակներ չուներ, որոնց դեռ սովորեցներ, բայց ուներ որոշում։ Ասում է, ես ճանաչում եմ նրան, որ իր որդկանցը և իրենից հետո իր տանը, ընտանիքին, սերունդին պատվիրելու է։ Ապառնի ժամանակով է ասում, որ մնան Աստծո ճանապարհների մեջ, որ նրանց վրա գա այն խոստումը, որ ինչ որ Աբրահամին խոստացել է։ Սա օրինակ է նաև մեզ համար, օրինակ է մեզ համար, որ մենք էլ այսպիսի ընտրություն պիտի ունենանք Աստծո առաջին։ Երբ որ դարեր հետո Աստված Մովսեսի միջոցով տվեց պատվիրանը, այս պատվիրանում կա նաև խոստումներ։ Մեկ այդ խոստումի մասին կկարդամ Երկրորդ Օրինաց գրքի 5-րդ գլխից կկարդամ 8-ից 10 համարը։ Քեզ համար կուրկ չշինես, ոչ մի բանի նմանությամբ, վերևը երկնքի մեջ, կամ ցածը երկրի վրա, կամ երկրի տակ ջրերի մեջ, ինչ որ մի բանի նմանությամբ, պատկեր, կուրկ չշինես, երկրպագություն չանես նրանց, և նրանց չպաշտես, որովհետև ես եմ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդկանց վրա մինչև նրանց 3-րդ և 4-րդ ազգը, որ ատում են ինձ, և ողորմություն կանեմ նրանց մինչև 1000 ազգը, որ սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանքը։ Այս խոստումը ամեն հավատացողին է վերաբերվում։ Եթե Աբրահամին խոստացավ, որ նրա սերունդից Քրիստոս պիտի ծնվի, կասենք սա Աբրահամին խոստացվեց, սակայն
հնազանդվողին վերաբերվող խոստումները, ինչպես Աբրահամին է վերաբերվում, այնպես բոլորին էլ։ Այստեղ առավել ևս ասում է ինձ սիրողների միջև 1000-րդ ազգը կոչնեմ։ Սա խոստում է, որ պիտի մենք հավատով ընդունենք եւ Աբրահամի նման մեր սրտում այդ ծրագիրը ունենանք։ Մեր որդկանցը, մեր թոռներին, մեր սերնդին պատվիրել Աստծո ճանապարհի մեջ մնալ, հավատալ Աստծուն, Աստծո խոստումներին, ինչպես ձեզ հայտնի է Քրիստոսով մեղքերի թողության հայտնությունը, որ Քրիստոս մեռավ մեզ համար, այս գանձը, որ ունեք Քրիստոսով արդարացած, արդարության այս ճանապարհը հայտնի է ձեզ, խոստմանը հավատացողը եւ իր անձի վրա է աշխատում եւ հոգանում իր տան իր սերնդի համար։ Այս ծրագիրը մենք պետք է ունենանք եւ հավատքով էլ նայենք հետագային։ Հարցը այն չէ, որ դու խոսեցիր քո որդկանց հետ, հեսա բոլորն էլ ապաշխարելու են։ Դու դարձար հավատացյալ, հեսա քո բոլոր որդիներն էլ ապաշխարելու են։ Ապաշխարելու հարցը ամեն անհատի քայլ է, որ պիտի կատարի։ Սակայն դու պատճառ ես հավատալով Աստծո խոստմանը, պատճառ ես օրհնություն նրանց վրա գա, լսեն Աստծո մասին, Աստծո ճանապարհները հայտնի լինի, Աստծո խոստումները հայտնի լինի։ Շատ մեծ օրհնությունների պատճառ ես դու, նաև քո պատճառով Աստված հնարավորություն է տալիս, որ ողորմություն գտնեն քո սերունդը, ինչպես տեսնում ես Աբրահամի սերունդից շատ մարդիկ եղան, որ սխալ բաներ արեցին, բայց Աստված ասում է հնարավորություն էր տալիս էլի, բարկանում էր այդ մարդկանց վրա, բայց հայրերին սիրելով ողորմություն էր անում, հնարավորություն էր տալիս։ Շատ որդիներ իրենց հավատացյալ հորը, մորը անարգում են, բայց այդ հորն ու մոր խաթր Աստված պահում է, ողորմություն անում այդ որդուն, որ չմեռնի, ու նույնիսկ մահի հետ խաղ անում, մոտենում մահվան, բայց ելի չեն գնահատում իրենց հավատացյալ ծնողի այդ հնազանդություն Աստծո հանդեպ, որ նրա պատճառով Աստված ինձ փրկեց շատ, նրա աղոթքներով վտանգներից փրկեց, շատ անգամ չեն նկատում դա, պիտի գնահատեն, տեսնեն, որ իրենք էլ ապաշխարեն։ Տեսեք նաև պատվեր է տալիս Աստված ժողովրդին, հավատացող ժողովրդին 6-րդ երկրորդ օրինաց գրքի 6-րդ գլխից կկարդամ 4-ից 7 համարը։ Ասում է լսիր, ով Իսրայել։ Իսրայել, հիշում եք, Հակոբին անվանեց, նրան Հակոբ էր, երբ որ վտանգի առաջ կանգնած էր գետի ափին, աղոթում էր, խնդրում էր Աստծուց, որ իրեն օրհնի, եւ Աստծուց մի ուղարկված նրա առաջին կանգնեց, պայքարում էր նրա հետ, որ բաց չեմ թողնի քեզ մինչև ինչ չօրհնես։ Ասում է այդ ում հետ որ պայքարում էր, նա ասեց դու հաղթեցիր, Աստծուն այսինքն այս տեսանկյունով, որ այս քո խնդրանքը, քո այս պայքարը պատասխանվելու է եւ կօրհնեմ քեզ, կոչվես Իսրայել։ Եվ ասում է ամեն հավատացողին, այսպես ասած, ովքեր Աստծուց կարճած խնդրում են օրհնություն, հաղթական լինելու, օրհնություն իր սերնդի համար։ Այսպես է ասում, դու մոտեցիր քո Տեր Աստծուն, 5 համարից շարունակեմ, սիրիր քո Տեր Աստծուն, բոլոր սրտովդ, բոլոր հոգովդ եւ բոլոր զորությամբ։ Եվ այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատվիրում եմ, քո սրտի մեջ լինեն, կրկնիր նրանք քո որդկանցը, խոսիր նրանց հետ քո տան մեջ, նստածդ ժամանակդ, ճանապարհ գնացած ժամանակդ, պարկելիս, վեր կենալիս, նրանք կապիր նշանի համար ձեռքիդ վրա, նրանք ճակատանոց լինեն աչքիդ մեջտեղում, աչքերիդ մեջտեղում, նաև քո տան դրանթիկի վրա եւ դռների վրա գրիր նրանք։ Ուշադրություն դարձնում եք ինչ է խրատ տալիս առաջնորդում։ Հավատացող սա որպես առաջնորդություն հրաման է ընդունում Աստծո խոսքը, որ որդկանցդ ասա ու նաև կրկնիր Աստծո ճանապարհներն, արդարության ճանապարհը, Աստծո մասին խոսիր
քո Աստծուն սիրիր եւ նրա մասին խոսիր քո որդկանց ամեն պահը օգտագործիր։ Ճանապարհ գնալուց կլինեք, մի սեղանի շուրջ նստած հաց ուտելուց կլինեք, օգտագործիր այդ պահը։ Միասին ինչ-որ մի գործ անելուց կլինեք, դա արեք։ Ինչ էր ասում այստեղ դրանդիներին գրիր տարբեր տեղեր, որ աչքի տակ լինի, չէ՞։ Այսօր առավել հնարավորություն ունեն մարդը, որ ասում են, ասենք, քարոզներ կարող ես միացնել, լսես, ընտանիքդ լսի, հաց ուտելու ժամին ինչ-որ մի բան ծրագրես, որ նրանք լսեն։ Խոսմանը հավատացող մարդը ժամանակն աշխատում է անպտուղ չանցնի եւ ինքնը նպաստի օրհնություն լինելու իր ընտանիքի համար։ Եթե խոստմանը հավատում ես Աստծուն, կօրհնեմ քեզ, ինձ սիրողներին 1000-րդ սերունդը կօրհնեմ, բայց ոչինչ չես անում, այս օրհնությունը չի վերաբերվում այդպիսի մարդուն։ Այս օրհնությունը կվերաբերվի այնպիսի մարդուն, որը հավատում է Աստծուն եւ պահում այս առաջնորդությունն, ինչ որ ասում է Աստված։ Խոսքեր Աստծո այնպիսի տեղ դիր, որ աչքի տակ լինի, կարդան, նայեն, լսեն խոսքն Աստծո։ Այսօր ունեք լայն հնարավորություն ավելի, քան այն ժամանակ են ունեցել մարդիկ։ Աստված ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Տեսեք, որպես օրինակ կկարդամ, հիշեցնեմ ձեզ մնացորդած երկրորդ մնացորդած գրքից դեպքեր հիշեցնեմ, ուրեմն երբ որ Աստծո ժողովրդի վրա, որ այդ ժամանակ որպես Աստծո պատվիրանին արժանացան, Աստծո խոստումներին արժանացավ Իսրայել ժողովուրդը, նրանց թագավորներ երբ որ դրվում էր, երբ որ նրանց ծնողները հավատացող մարդիկ էին, իրենց ընտանիքի համար խնամքանող, արդարության ճանապարհը սովորեցնող, շատ մեծ ազդեցություն էր թողնում իր որդկանց վրա, եւ այդ որդկանցից, որ մարդիկ էին թագավոր դառնում, օրհնություն էին ժողովրդի համար։ Բայց այն ծնողները, որոնք ագահության, հպարտության, չար ճանապարհի մեջ էր նրանց, այսինքն նրանց սիրտ այդպիսի բաների մեջ էր, իրենց որդիկ այդպիսիներից բարձրացած որդիկ, որ թագավոր էին դառնում էին կամ կռապաշտ, կամ ժողովրդին մի անեծք բերող։ Ուրեմն երկրորդ մնացորդած գրքում 25-րդ գլխի առաջին երկու համարում այսպիսի մի բան է խոսվում։ Ամասյանով մի մարդ ասում է, 25 տարեկան էր, երբ որ թագավոր եղավ եւ 29 տարի թագավորեց Երուսաղեմում, եւ նրա մոր անունն էր Հովադա Երուսաղեմացի։ Նա, այսինքն Ամասյան, ուղղություն արավ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ կատարյալ սրտով, ինչ որ հարցերում շեղվեց, սակայն սկզբնական իր ընթացքը ուղիղ արդար եղավ, ուղղություն արեց Աստծո առաջին, ինչու է հիշատակում մոր անունը։ Եթե կապ չունենար, չէր հիշատակվի։ Փաստորեն նրա մայրը այստեղ բաժին ուներ իր որդու Աստծո առաջին ուղղություն անելու համար, նպաստել էր, խոսել էր։ 26-րդ գլխի առաջին 3 խոսքերը կարդամ, 26-րդ գլխին։ Ամասիայից հետո նրա որդին Ոզյան դարձավ թագավոր։ Հուդայի բոլոր ժողովուրդը առավ Ոզյային, որ այն ժամանակ 16 տարեկան էր եւ թագավոր արին նրան իր հայր Ամասիայի տեղը։ Սա շինեց Ելաթը եւ նրան ետ դարձրեց Հուդայի, երբ որ թագավորը իր հայրերի հետ ննջել էր արդեն, այսինքն իր հայրը Ամասիան ննջել էր։ Ոզյան 16 տարեկան էր, երբ որ թագավոր եղավ եւ 52 տարի թագավորեց Երուսաղեմում եւ նրա մոր անունն էր Հեքելիա Երուսաղեմացի, եւ նա ուղղություն արավ Տիրոջ աչքերի առաջին բոլորովին, ինչպես իր հայր Ամասյան արել էր։ Միջև 4-րդ համարը կարդացի, ուշադրություն դարձրեցիք, այստեղ էլ նշում է մոր անունը, եւ հետո ասում նա ուղղություն արավ մայրը իր հոգատարությունը արել էր Աստծո հավատալով, խոստմանը հավատալով, գրթելով մի զավակ,
որ հավատարիմ, արդար, բարի մարդ լինի։ Շատ մարդիկ մտածում են իմ երեխան չար լինի, որ այս աշխարհի մեջ կարծես տեղ գտնի։ Կարանա իր օրվա հացը վաստակելու ճար ունենա, չար լինի, սրան հրող, նրան անարգող, բայց չեն հավատում, որ իրենք անեծք են բերում իրենց որդու վրա, այդ չար խրատներ տալով, և որդին մեծանում է կարճ ապրում, հաջողություն չի ունենում։ Ուշադրություն դարձրեք, այս մայրերը հիշատակվեցին գրքում իրենց անունները որպես լավ կրթություն տվողներ, սրանք օրինակ են նաև մեզ համար։ Տեղեր կա, որ վատ թագավոր եղել է և նրա մոր անունն էլ է հիշատակվում, նա էլ վատ իմաստով էր հիշատակվում։ Թեև Ամասյան և Ոզյան թագավոր եղան, լավ սկսեցին, բայց իրենց կյանքի ընթացքում երկուսն էլ հպարտությամբ վարվեցին, բավական արդեն տարիներ թագավորում էին, Ամասյան հպարտությամբ առանց Աստծո առաջնորդության անտեղի մի պատերազմ սկսեց Իսրայել ժողովրդի հետ, որ Աստված չէր հրամայել, չէր ասել, հպարտությամբ արեց դա։ Եվ վնաս քաշեց ժողովուրդն էլ ինքն էլ։ Ոզյան լավ թագավոր էր, բայց հաջողության մեջ հպարտացավ և քահանայի գործ էր ուզում աներ, մտավ տաճարը և խունկ ծխեց, խնկարկեց, որ քահանաներին էր հրամայված անելու, բորոտությամբ պատժվեց։ Այսինքն սրանք մենք հիմա լսում ենք և սրանք մեզ համար էլ են դաս, ինչպես Աբրահամը պահում էր Աստծո խրատը և դա փոխանցում իր որդկանցը, իր սերունդին։ Սա մեզ համար էլ է դաս այս մարդկանց կյանքում պատահածը և սա պիտի փոխանցենք նաև մեր սերունդին։ Լինում է, որ մարդը հաջողության մեջ հպարտանում է։ Իմ որդկանց հետ շատ եմ խոսում այս վտանգի մասին։ Հպարտությունը շատ ահավոր բան է։ Առակաց 18-րդ գլխում 12 համարում ասում է. կորուստից առաջ հպարտությունն է գնում, փառքից առաջ խոնարհությունը։ Այլ օրինակով ասեմ, հպարտ սիրտ ունեցող մարդը նման է, որ մի սահմանի բերանով է քայլում, որ մի կողմը հարթավայր է, մի կողմը անդունդ, կորուստ։ Այս հպարտ մարդուն, հպարտացած մարդուն թեթև հրես, նա բերանով քայլում է անդունդի, կարա ընկնի ու վերջ լինի, այդ փոքր հրելը։ Սակայն հարթ տեղում քայլողը, ասում է, եթե արդարը 7 անգամ ընկնի, կանգնի, հարցեն չի, որ պետք է ընկնի, բայց եթե հանկարծ մեկը ոտ պահի, մոլորեցնի, սխալվի, ընկնի, եզրով չի քայլում, այսինքն հպարտ չի, նա կարա խոստովանի և կանգնի, բայց հպարտ մարդը մի փոքր սխալի մեղքի գործելու պատճառով չի կարողանում խոստովանել, զղջալ, դատապարտել, ընկնում է անդունդ, կարող է ֆիզիկապես ողջ մնա, բայց արդեն հոգևորապես ընկած։ Մենք, որ ուզում ենք Աստված իր խոստումը մեր վրա բերի, մինչև մեր 1000-րդ սերունդը օրհնի, հավատում ենք և աշխատում ենք, պիտի աշխատենք էլ, հավատում եմ Տերին, կօրհնես, այս խոստումը գիտեմ կիրականացնես իմ սերունդի համար, սակայն նաև պիտի խոսեմ Աստծո ճանապարհները նրանց ցույց տամ։ Կամ այլ մի դաս է ասում, որ մարդը ագահության մեջ է ընկնում, մանավանդ այսօր, որ ագահությունը մարդու սրտի մեջ մտնելուն շատ են մոտեցրել, մրցակցությունը շատ է մոտեցել մարդկանց, առաջ մարդիկ այդքան չէին ագահության մեջ հեշտ ընկնում, բայց հիմա հեշտ են ընկնում։ Եվ երբ թե այդ ագահությունը, որ կռապաշտություն է մարդու սերտում տեղ գտավ, ասում է, իր տունը քանդող է
ագահության մոլի մարդը։ Առակաց 15-րդ գլխում է խոսում, 15-27 համարում։ Սա էլ է մի կարևոր թեմա, որ պիտի մարդ նախ իր վրա աշխատի եւ իր որդկանց վրա։ Շատ եւ շատ հարցեր կան ընդհանրապես, որ մենք պիտի պահենք եւ հետևենք դրանց։ Ես որոշակի կարևոր բաներ, որ վտանգ եմ տեսնում այսօր մեր աչքին, դրանք եմ շեշտում, բայց Աստված օրհնի մեզ բոլորից, որ ինչ որ մենք նկատում ենք, դրանց վրա ուշադրություն դարձնենք եւ մեզ վրա, մենք օրինակ լինենք մեր սերնդին եւ խոսենք ճշմարտությունը, ցույց տանք Աստծո ճանապարհը։ Ագահության մոլի մարդը ոչ թե իր տունը շինում է, այլ իր պահվածքով, իր վերաբերմունքով, իր խրատներով, խոսքերով այնպիսի թույն է ներարկում իր սերնդին, որ լինեն կռապաշտ, ագահ, ձեռնփակ մարդ։ Շատ մարդիկ առատաձեռն են, ցվրում են, բայց նորից տրվում է նրանց։ Կատարվում է այն խոսքը, որ ասում է ողորմողը կողորմի, առատ ցանողը առատ կհնձի։ Եթե ուզում ես երեխատ հաջողություն ունենա, նաև նյութական հարցում, հարց այն չի, որ պիտի մարդը շուկայական հոգեբանությամբ մտնի Աստծո հետ, ոչ, անկեղծությամբ առատաձեռն լինի, նեղության մեջ լինողին ձեռք մեկնող, Աստված էլ ողորմածին կողորմի, նեղության ժամանակ ձեռք կմեկնի, կհասնի, կօրհնի, սակայն այն մարդը, որ ագահությամբ ուզում է հափշտակել հարստանալ, ինքը ծառա է հարստությանը, ոչ թե Աստծո ծառա է։ Եվ այդ հարստության ծառա լինելու պատճառով միշտ այնպիսի իրավիճակներ կստեղծի, որ կկործանի իր ընտանիքը, իր ընկերների ընկերական հավատարմությունը չի գնահատի, միշտ չարիքների մեջ կլինի։ Տերը ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Աստծո հոգին առաջնորդի մեզ բոլորիս, ինչ որ մենք նկատում ենք, մեր կյանքի, մեր սերնդի համար մտածենք, աշխատենք, առավել մեծ հարստությունը մարդու Աստված է, Հիսուս Քրիստոսը, որ մեր զավակներին հաճախակի պետք է հիշեցնենք, տեսեք, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որդուն ունեցողը չի կորչի, հավիտենական կյանք ունի։ Սա էլ է շատ կարևոր հարց, ավելի առաջնային հարց, որ մեր սերունդին, մեր որդկանցը, մեր թոռներին հաճախակի պետք է կրկնել, խոսել, որ հիշեն սա, իրենց մտքից դուրս չգա։ Աստված ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Կուզեի այս հարցով աղոթք անենք։ Մեզ Աստված մեզ խոստում է տվել, քիչ բան մի համարեք, ոչ միայն փրկություն ունենաս, այլ քո սերնդի համար մինչև 1000-րդ սերունդը քո օրհնության արժանի մարդ լինես։ Աստված օրհնի մեզ Տերը, Տերը պահի մեզ, աղոթենք եւ կատարենք Տիրոջ կամքը։